Մուսակյան, այս իշխանությունների, այսպես անարդարություններին դուք ուղիղ առնչվել եք, ամենայն դեպս այդպիսի հրապարակումներ են եղել, ձեր դիրքորոշումը այսօր արդեն որպես փաստաբանես գործի հետ կապված, երբևէ ձեր պրակտիկայում եւ դատավորի եւ արդեն փաստաբան եղել է նման դրվագ, որ նորածին երեխայի մորը բերեն, այսպես հասցնեն ձերբակալության կողմի տեղ։ Շնորհակալություն հարցի համար։ Եկեք ես իմ նախորդ աշխատանքային գործունեությունը թողեմ մի կողմ, դրա մասին հետագայում ավելի պատեհարիտ կլինի անդրադառնալու, քանի որ այստեղ մի փոքր ավելի շատ զգայուն հարց է քննարկվում, գործ ունենք կնոջ մանկահասակ նորածին երեխա ունեցող կնոջ հետ, ով այս պահին արգելանքի տակ է գտնվում, գործի մասին մանրամասն տեղեկություններ չունենք այս պահին, այն ամենից ավել ինչ-որ գործընկերներս նշեցին, ավել բան չեն կարող հայտնել։ Ձայնագրության ընթացքում տենց ասեմ, էլի կարելի ասել ուղղակի լսեցինք, բայց դրա մասին ինչ-որ եզրահանգում անել անիմաստ է, որովհետև նոր է այս ամեն ինչը, որևէ տեղեկություն չունենք, որևէ գործունեություն չունենք, ունենք ընդհանրապես մեղադրանք, ինչի հետ կապված արդեն գործընկերներս նշեցին, բարեգործական արգելքի հետ կապված երկու դրվագով մեղադրանքը, նշվեց որ Գոհարը մեղադրանքը բնականաբար չի ընդունել, դրա մասին նաև հայտնեց որ մանրամասն հետագայում պարզաբանումներ կներկայացվեն, բայց այս պահին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ խոսք գնում է ոչ թե ինչ-որ մարդասիրական վերաբերմունք, այլ առավել քան անհրաժեշտ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու հարցի հետ, որտեղ այսպես ասեմ 3 ժամը մեկ երեխային կերակրելու խնդիր կա ու մեր համար այս պահին սկզբունքային է ոչ թե ինչ-որ քրեական վարույթով ինչ-որ գործողություն անելն է, այլ զուտ իր նորածին երեխային սննդով ապահովելու խնդիր ապահովելն է մեր համար առաջնային այս պահին, իրավաբանությունը հետագայում անպայման ժամանակ կունենանք։ Սպասենք նախաքննական մարմնի արձագանքին ինչ որոշում է կայացնելու, ճիշտ է, դատարան ներկայացնելու համար այս պահին անկանխատեսելի է։ Ասեմ, քննարկվում է։ Նախաքննական մարմին իր աշխատանք անում, ես որևէ գնահատական չեմ ուզում այս պահին, ձեռը պահ կմնա, սպասենք իրանց դիրքորոշումից, ամեն դեպքում ցանկացած դիրքորոշման մենք պատրաստ ենք, որևէ խնդիր չունենք, բայց ակնկալում ենք բացառիկ մարդասիրական վերաբերմունք։ Դուք կարևորում եք ինչպես է բնորոշվում, ծանր, միջին ծանրության, այսինքն ծանր հանցանք է, որպես 221-րդ հոդվածը 3-ից 6 տարի, եթե չեմ սխալվում էլի, տենց։ Տեսեք, դուք կարևորում եք մարդասիրական վերաբերմունքը, հաշվի առնելով նաև ֆիզիոլոգիական վիճակը, նորածին երեխան, բայց մենք համանման դեպք ունեցանք, որ բավականին երկար պահեցին մորը ու կարծեմ տնային կալանքի ուղարկեցին։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ համանման սցենարով կարող է զարգանալ տնային կալանք։ Տեսեք, յուրաքանչյուր քրեական գործ, յուրաքանչյուր մեղադրանք ունի իր առանձնահատկությունները։ Չի կարելի ինչ-որ մի գործի հետ կապված համադրված նույն հանգամանքները, ասենց ասեն, բերենք, ասենց մեխանիկորեն համադրենք այս մի գործով։ Ամեն գործ յուրահատուկ է ինքն իրենով։ Հիմա ես չգիտեմ ճիշտ ասած, որ գործի մասն է խոսքը, մանրամասները տեղակ չեն, բայց այս պահին ոչ թե մենք հիմա պետքա գործերը դնենք համեմատության լույսի ներքո քննարկենք։ Այս պահին ունենք այս խնդիրը մեր պատկերացմամբ ստեղ բացի քրեական գործը պետք է առայժմ դրվի մի կողմի վրա, իրավաբանությունը դրվի, զուտ հասկանանք ոնց է ապահովում մոր ու նորածին երեխայի հետ կապը, շփումը ու հնարավոր ազատության, այդ ամենախիստ ազատության սահմանափակման հնարավորության բացառումը։ Մեր այս պահին առաջնային խնդիրը դա է։ Շնորհակալություն։ Դե տեսեք, այնպես չի որ քրեական դատավարության օրենսգիրքը այս առանձնահատուկ ինչ-որ կարգավիճակ է տալի, բայց նման դեպքերում պրակտիկան է լուծում տալի որպես կանոն, թե նախաքննական մարմինը, թե դատարանները դրան առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ու համոզված եմ դա անպայման հաշվի կառնվի։ Շնորհակալություն։ Ներեք ժողովուրդ ջան, մի բան էլի ասեմ։ Գործընկերներ ջան, տեսեք, իրավական առումով Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի և սեպտեմբերի համապատասխան որոշումների պայմաններում կալանքը ինքնին որպես խափանման միջոց բացառիկ հանդիսանալու տեսանկյունից արդեն ոչ միայն Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունք, այլ նաև Սահմանադրական դատարանի որոշումներ կան։ Այս գործով կալանքը ինքնին Ես չեմ պատկերացնում ինչ պատճառաբանություն պետք է գտնեն գործընկերները հակակոռուպցիոն կոմիտեի, որ ներկայացնեն, բայց ավելին էլ ասեմ, տնային կալանքը համարժեք է կալանքին, դա ևս ասել է Սահմանադրական դատարանը շարունակելով կայուն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, սա ինչի համար եմ ասում, որ ինքնին նորածին երեխայի պայմաններում մոր նկատմամբ տնային կալանքի նույնիսկ միջնորդությունը որպես խափանման միջոց ընտրելու հարցի տեսանկյունից, ևս ինքնին
հենց կրկին սահմանադրական եզրույթը օգտագործեմ, անհամաչափ է։ Խափանման միջոցը պետք է սահմանափակված լինի համաչափության սկզբունքով։ Այս դեպքում չեմ պատկերացնում որևէ մի փաստարկ, որ հնարավոր լինի համաչափության սկզբունքի պայմանները հաղթահարել։ Ընդհանրապես չեմ պատկերացնում։